Բարև ձեզ, եթերում բիզնես հարցազրույցն է։ Եվ այսպես պատրաստ է Հայաստանի ազգային մրցունակության նոր զեկույցը 2011-2012 թվականների համար, որտեղ մանրամասն վեր են հանվում տնտեսությունների մրցունակությանն առնչվող առանցքային հարցեր, ինչպես օրինակ կրթության կամ նորարարության վերաբերյալ։ Մրցունակության ազգային զեկույցի այս տարվա թեման Հայաստանում ընկերությունների կառավարման պրակտիկաներն են։ Զեկույցը պատրաստել եւ ապրիլի 18-ին ներկայացրել են տնտեսություն եւ արժեքներ հետազոտական կենտրոնը եւ EV Consulting ընկերությունը։ Այն կվերլուծենք EV Consulting ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հերգնյան։ Բարև ձեզ։ Պարոն Հերգնյան, ըստ զեկույցի Հայաստանը մրցունակության կատարողականով միանգամից 6 քայլով առաջ է գնացել եւ զբաղեցրել 92-րդ տեղը 142 երկրների շարքում։ Ըստ ձեզ սա բավարար է առաջընթացը, թե այն կարող էր ավելի մեծ լինել եւ ինչի արդյունք է այս առաջընթացը։ Նախ թերևս մի փոքր համատեքստ։ Ընդհանուր առմամբ տնտեսությունների մրցունակության ամենահեղինակավոր ցուցիչը համարվում է համաշխարհային մրցունակության զեկույցի կողմից տրվող տնտեսությունների վարկանիշավորումը ըստ մրցունակության։ Հայաստանը համաշխարհային մրցունակության զեկույցի մեջ ներգրավել է սկսած 2005 թվականից, եւ մեր կենտրոնը տնտեսություն ու արժեքներ հետազոտական կենտրոնը հանդիսանում է համաշխարհային տնտեսական ֆորումի գործընկեր կազմակերպությունը Հայաստանում։ Ցուցիչը երկրները ստանում են երկու տեսակի տվյալների հիման վրա։ Առաջինը դա վիճակագրական տվյալներն են եւ երկրորդը ղեկավարների հարցումները, որովհետեւ կարեւորվում է նաեւ բիզնեսի կողմից տվյալ տնտեսական իրականության ընկալումները։ Ուրեմն Հայաստանը 2005 թվականից մտնելով այդ զեկույցի մեջ ստացավ 79-րդ տեղը գրավեց 117 երկրների շրջանում եւ այնուհետեւ մենք տեսնում ենք 2005 թվականից սկսած Հայաստանի ցուցիչը նվազում էր ընդհանուր մինչեւ 2009 թվական եւ շատ հետաքրքիր իրավիճակ է, որը մենք կոչում ենք աճ մրցունակություն պարադոքս, այսինքն շատ քիչ երկրներ էին, որոնք արձանագրում էին երկնիշ տնտեսական աճ, բայց միևնույն ժամանակ մրցունակության ցուցիչի անկում եւ մենք այն ժամանակ ասում ենք, որ քանի որ մրցունակության ցուցիչը ցույց է տալիս միջին ժամկետում աճի ապահովման հնարավորությունները, ապա մենք կառուցվածքային խնդիրներ ունենք եւ միջին ժամկետում այն իրեն ցույց կտա եւ ճգնաժամը իրականում ցույց տվեց դա եւ սակայն եւ 2009 թվականին, երբ որ արձանագրվեց տնտեսական աճում, ցուցիչը անկում չարձանագրեց։ Եվ արդեն 11 թվականին մենք տեսնում ենք, որ մրցունակության ցուցիչը բարձրանում է Հայաստանի։ Սա թերևս մատնանշում է, որ թեպետ երկնիշ աճ չի տնտեսական, այնուամենայնիվ ավելի հավասարակշռված աճ է եւ տեղի ունեցել թերևս դրական տեղաշարժեր, կառուցվածքային տեղաշարժեր։ Իհարկե այս միտումը փաստելու համար մեզ անհրաժեշտ է ավելի երկար ժամանակահատված հաջորդ եւ մյուս տարիներին տեսնելու թե ինչ տեղի կունենա ցուցիչի հետ այնուամենայնիվ սա կարելի է համարել վաղ ազդանշան կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ տնտեսության եւ ինչի արդյունք է սա հիմնականում արդյունք է նրա որ տնտեսության կառուցվածքը ավելի հավասարակշռված է երկրորդ ենթակառուցվածքների բարելավման մեր ցուցիչներն են բարելավվել են նաև վարչական ենթակառուցվածքների ցուցիչները, ֆինանսական միջնորդության հետ կապված ցուցիչները, կրթության հետ կապված ցուցիչները։ Այն թե արդյոք բավարար է, իհարկե դժվար է դա բավարար համարել, որովհետև այնտեղ որ մենք հիմա գրավում ենք այդքան էլ գոհացուցիչ չի կարող լինել եւ ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ կլինի շատ ավելի ռադիկալ փոփոխություններ իրականացնել, որպեսզի մեր մրցունակությունը երկրի շատ ավելի արագ բարձրանա։ Պարոն Հերգնյան, զեկույցում նշված է, որ մեր տնտեսության նոր միտումներից է միկրոմիջավայրի բարեփոխումները, բարելավումը եւ արդյոք սա մասնավոր հատված պետություն համագործակցության արդյունք է եւ արդյոք սա ենթադրում է գործակցության նոր հարթակ։ Դուք մատնանշում եք թերևս քաղաքականության որոշակի շեշտադրումների փոփոխության, որը վերջերս տեղի է ունեցել։ Մասնավորապես զեկույցում մենք, քանի որ զեկույցի հիմնական ֆոկուսը 2005-ից 2011 ժամանակահատվածն է, մենք դիտարկում ենք այդ ժամանակահատվածի դինամիկան եւ փոփոխությունները, եւ այդ առումով քաղաքականության տեսանկյունից տնտեսական քաղաքականության առանձնացնում ենք 3 հիմնական փուլ։ Առաջի փուլը 2005-ից մինչև 2008 մոտավորապես անվանելով այն որպես իներցիա, այսինքն հիմնականում քաղաքականությունը միտված է ստեղծելու միջավայրային պայմաններ տնտեսական գործակալների համար եւ ենթադրում է, որ այդ միջավայրային պայմանները բավարար են, որպեսզի
տնտեսական աճ ապահովի։ Այնուհետև ճգնաժամից հետո կառավարությունը ստիպված էր ընդլայնողական քաղաքականություն իրականացնել եւ նաեւ նոր ժամանակավորապես տարեր ներուծել, մասնավորապես կոնկրետ ընկերություններին օժանդակության ցուցաբերում, որը ըստ էության կարելի է բնութագրել որպես հրդեհի մարում եւ այդ ժամանակ ոչ բոլոր կառավարությունները իսկապես շատ մեծ գործիքակազմ չունեին ճգնաժամի հաղթահարելու համար, ճգնաժամի դեմ պայքարելու։ Բայց 2010-11 թվականին մենք տեսնում ենք շեշտադրումների եւ սկզբունքային փոփոխություն տնտեսական քաղաքականության մեջ, մասնավորապես որը առաջ քաշվեց նոր արդյունաբերական քաղաքականության միջոցով արտահանման ուղղված, որտեղ կարևորում են պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության հարթակները, այսինքն երբ որ քաղաքականության կենտրոնները տեղափոխվեն զուտ միայն կառավարությունից նմանատիպ մասնավոր եւ պետական համագործակցության հարթակներ։ Եվ այստեղ շատ կարևորում են արդեն միկրոմիջավայրի հետ կապված խնդիրները, ոչ թե ընդհանուր մակրոմիջավայրի բարենպաստ մակրոմիջավայրի ապահովմանը, ավելի շատ միկրոմիջավայրի եւ նաեւ համատեղ գործողություններ եւ ավելի ակտիվ տնտեսական աճի խթանման քաղաքականություն վարելը։ Պարոն Հերգնյան, զեկույցում բացի դրական միտումներից առանձնացվում են նաև հիմնարար թերությունները, որոնցից է այն, որ համախառն ներքին արդյունքի կառուցվածքում շարունակում են գերակշռել ցածր արտադրողականությամբ ոլորտները եւ այնտեղ զբաղված է մեր աշխատուժի գրեթե կեսը։ Իսկ ավելի բարձր արտադրողականություն ունեցող ոլորտները շատ ավելի փոքր մասնաբաժին ունեն եւ այնտեղ զբաղված է մեր աշխատուժի ընդամենը 9%-ը։ Արդյոք սա շատ լուրջ խնդիր է եւ կարող եք ավելի պարզ լեզվով բացատրել ինչպիսի խնդիր է սա եւ ինչպես պետք է լուծվի։ Ուրեմն ինչու է սա կարևոր։ Շատ պարզ լեզվով ասած, բարեկեցությունը ի վերջո պայմանավորվում է այն արտադրողականությամբ, որով գործում են ոլորտները եւ ի վերջո կոնկրետ ձեռնարկությունները։ Արտադրողականությունը ի վերջո չափում է թե միավոր ժամանակի ընթացքում կամ մեկ մարդը ինչքան արժեք է ստեղծում։ Հիմա այդ տեսանկյունից գյուղատնտեսությունը, մասնավորապես, որը ամենացածր արտադրողականություն ունեցող ոլորտներից է, ապահովում է մեր աշխատուժի ընդհանուր զբաղվածության 40%-ը։ Եվ եթե համեմատելու ունենք օրինակ Իսրայելի հետ, մեկ մարդը զբաղված գյուղատնտեսություն Հայաստանում ստեղծում է 10 անգամ ավելի քիչ արժեք, քան Իսրայելում գյուղատնտեսության մեջ զբաղված աշխատողը։ Բնականաբար սա նշանակում է, որ մոտավորապես 10% այդ նույն աշխատողը կամ ընդհանուր տնտեսությունը այդ ոլորտը շատ ավելի մեծ բարեկեցիկ է, քան մեր տնտեսությունը։ Եվ այդ առումով շատ կարևոր է, որպեսզի մեր տնտեսական կառուցվածքում գերակշռեն ավելի արտադրողական ոլորտներ, մասնավորապես ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսական միջնորդությունը, հեռահաղորդակցությունը եւ հանքարդյունաբերությունը։ Եվ այս առումով սա դժվարագույն խնդիրներից մեկն է, որը հնարավոր չէ լուծել շատ կարճ ժամանակահատվածում։ Կարևոր են միջնաժամկետային միտումները, որոնք ձևավորվում են տվյալ տնտեսության մեջ։ Եվ կարծում եմ արտադրողականությունը հենց պետք է դառնա այն հիմնական շեշտադրումը, որը պետք է հիմք դառնա պետության եւ մասնավոր հատվածի համար երկխոսության եւ նաեւ արդյունավետ միջոցառումների ձևավորման համար։ Պարոն Հերգնյան, իսկ զեկույցը ուրիշ ինչ թերի կողմեր է առանձնացնում, որոնք պետք է մենք ուշադրության կենտրոնում պահենք։ Մասնավորապես մի քանի թերևս ուղղություններ, նախ եւ առաջ մակրոտնտեսական ցուցիչներով հետընթաց է արձանագրված Հայաստանի մասով, սա իհարկե հիմնականում հետևանք է մտադրված իրականացված նաեւ քաղաքականության, տնտեսական ընդլայնողական քաղաքականության, ճգնաժամի դեմ պայքարելու համար, այսինքն երբ որ մեծացվեց բյուջեի դեֆիցիտը եւ դա մտադրված քաղաքականություն էր, դրամավարկային քաղաքականությունը ավելի ընդլայնողական դարձավ։ Մյուս կողմից մենք տեսնում ենք նաեւ հիմնական ուրեմն թերություններից տնտեսական կառուցվածքի այն, որ դեռևս Հայաստանը պահպանում է մեծ կախվածություն մասնավոր տրանսֆերներից դրսից։ Հայաստանը հայտնվել է 20 ամենաշատ մասնավոր տրանսֆերներից կախված երկրների շարքում եւ 2005 թվականից սկսած, երբ որ մենք դիտարկում ենք, այդ կախվածությունը չի իջել, այնինչ մնացած մյուս երկրների գերակշիռ մասը այդ կախվածությունը ավելի քչացրել է մասնավոր տրանսֆերներից։ Մյուս կողմից ամենախոցելի
կողմերից է նաև տնտեսական կառուցվածքի մեծ ընթացիկ հաշվի, այսինքն թե մենք ինչքան ենք արտահանում եւ ինչքան ենք ներմուծում, այդ սալդոյի այդ տարբերության մեծ բացասական տարբերությունը։ Թերևս պետք է նշել, որ 2010 թվականից սկսած այստեղ մենք դրական միտումներ ենք գնահատում, այսինքն այդ տարբերությունը կրճատվում է։ Եվ դա նաև պայմանավորված է մեկ այլ դրական միտումով, որ 11 թվականին մենք ֆիքսում ենք նաև, որ որոշակիորեն արտահանման կենտրոնացվածությունն է իջել, այսինքն 3 ապրանքային խումբ Հայաստանում այսօր ապահովում են ընդհանուր արտահանման 72%-ը։ Բայց 2011 թվականին որոշակի բարելավում է այդ առումով տեղի ունեցել։ Սրանք հիմնական այդ խոցելի տեղերն են։ Պարոն Հերգինյան, զեկույցում որպես թերի կողմ, եթե չեմ սխալվում, նշված է նաև այն, որ ձեռնարկությունները լուրջ խնդիրներ ունեն կառավարման արդյունավետության հետ, հիմնականում կառավարման որ ոլորտներում են այդ խնդիրները։ Ուրեմն զեկույցի այս տարվա հիմնական թեման, այսինքն հատուկ թեման, այսպես ասենք, կառավարման պրակտիկաներն են կոնկրետ ձեռնարկություններում եւ մենք իրականացնել ենք հետազոտություն, որը հիմնված է փորձարկված մեթոդաբանության վրա, որը մշակվել է մի շարք փորձագետների կողմից Հարվարդի, Սթենֆորդի, Քեմբրիջի եւ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի կողմից 50 արտադրական ձեռնարկություններում եւ այստեղ մեր արդյունքները ցույց են տալիս մեր համեմատական բացերը այլ տնտեսությունների նկատմամբ, մասնավորապես հիմնականում գործառնությունների կառավարման, արտադրական պրոցեսների կառավարման, կատարողականի համակարգի կամ ցուցանիշների աշխատակիցների արծև ցուցանիշների դնելու եւ այդ ցուցանիշներին հետևելու մասով մենք բավական հետ ենք մնում։ Թերևս մի փոքր ավելի առաջ ենք լավագույն աշխատակիցների կամ ինչպես որ կոչվում է տաղանդի կառավարման բնագավառում, բայց ըստ էության հիմնական խնդիրներ կան շատ ռազմավարական կառավարման բնագավառում, մասնավորապես մի հետաքրքիր փաստ, որ ընկերությունները չեն համարում, որ ռազմավարության իրագործումը հիմնական խնդիրներից մեկն է, այնինչ ամբողջ աշխարհում ռազմավարության իրագործումը համարվում է ամենակարևորագույն կառավարման խնդիրներից մեկը։ Եվ դա ցույց է տալիս, որ ուղղակի իրազեկվածության պակաս կա կառավարիչների մոտ։ Սա լրջագույն խնդիր է տնտեսության համար, որտեղ ի վերջո մրցունակությունը կապված է կոնկրետ ընկերությունների մրցունակության համախմբից։ Դուք նշեցիք, որ երկրի մրցունակությունը, տնտեսության մրցունակությունը կախված է ձեռնարկությունների մրցունակությունից, բայց չեք կարծում, որ ճիշտ է նաև հակառակ պնդումը, որ մրցունակ տնտեսությունն է ծնում արդեն մրցունակ ընկերություններ։ Այստեղ իհարկե պատճառը հետևանքային կապը դժվար է նախանշել, բայց այնուամենայնիվ երկրի մրցունակության հասկացողությունը մի փոքր ավելի абստրակտ հասկացողություն է, որովհետև ի վերջո այն բաղկացած է կոնկրետ ընկերությունների մրցունակությունից։ Ինչպես է ստեղծում հարստությունը ընդհանրապես։ Որևէ կառավարություն չի ստեղծում կոնկրետ հարստություն կամ տնտեսական արժեք, այն հիմնականում վերաբաշխում է։ Հարստությունը եւ կամ տնտեսական արժեքը ստեղծում են կոնկրետ ձեռնարկությունները եւ կոնկրետ ընկերությունները։ Եվ այն արտադրողականությունը, որով այդ հարստությունը ստեղծվում է եւ պայմանավորվում է ամբողջ երկրի բարեկեցությունը եւ ի վերջո մրցունակությունը։ Այդ առումով շատ կարեւոր է, որպեսզի նաեւ այստեղ հանրային քննարկումների մեջ արտադրողականության խնդիրները դառան ամենակարևոր խնդիրներից մեկը, որ քննարկվի, որովհետեւ ի վերջո մրցունակության սահմանում արտադրողականությունն է եւ այդ արտադրողականությունը հասկացված ընկերությունների մակարդակով կոնկրետ եւ այդ արտադրողականության կարևորագույն բաղադրիչներից եւ որոշիչներից մեկը դա կառավարման լավագույն համակարգերն են, կառավարման այն պրակտիկաներն են, որով գործում են տվյալ ընկերությունները եւ որն էլ պայմանավորվում է էֆեկտիվությունը։ Շնորհակալություն, պարոն Հերգինյան։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի հեռուստադիտող, հիշեցնեմ մեր հաղորդման հյուրն էր EV Consulting ընկերության տնօրեն Մանուկ Հերգինյանը։ Շնորհակալություն ուշադրության համար եւ հաջողություն։